Միանգամից կսկսեմ խոսքը, ուղղակի ինչ որ ուզում եմ այսօր խոսել, ամիսներ առաջ ոգին խոսել ասերտիս մեջ ու երկար ժամանակ կա մի պատգամ է, որ անդադ ուզում եմ խոսել, բայց դա հետ է մղվում ու դրա մասին Սուրբ Հոգին չի ուզում որ խոսեմ, բայց այս օրերի մեջ այս քարոզները լսելով թե հինգշաբթի օրերը եւ թե կիրակի օրերը կարծում եմ համահունչ կլինի։ Ես չեմ խոսելու այն ինչ որ հինգշաբթի օրերը խոսվում այդ ազատագրության ծառայության մասին, բայց կարծում եմ համահունչ կլինի։ Եթե մենք մտածում ենք, որ ամեն կիրակի եւ ամեն ծառայություններին գալիս ու գնում ենք, որ Աստծո ծառան, ուղղակի Աստվածաշնչից մի հատ խոսք կա վերցնում ու խոսում, որպեսզի ժամանակը լրացվի երկուսին կամ մեկին գնահատում, ուղղակի մենք այդ օրը առանց դատար եւ ծառայություն ենք գնալու։ Բայց երբ որ մտածում ենք, որ Աստծո ծառան պատգամա բերում Աստծուց, հատուկ քո համար, այդ օր դու բժշկված ու լեցված եւ դու կվերադառնաս տուն։ Իրականում Աստված ամեն օր, ամեն կիրակի եւ տնային խմբակներում մնացած ծառայությունների մեջ Աստծո ծառաների միջոցով քո համար հատուկ պատգամ ա բերում։ Եթե ես այսպես մտածեմ, ես օրհնված ու բժշկված եւ ազատագրված կլինեմ։ Այսօրվա պատգամը սա է, որ Աստծոց ուղղված է մեզ բոլորիս։ Աստծո մեջ սահմաններ չկա։ Այսօրվա պատգամի այս երկու խոսքերի վրա երեք խոսքերի շուրջն են բդրվել։ Աստծո մեջ սահմաններ չկա։ Աստծո պատգամը Սուրբ Հոգու խոսքը այսօր ուղղված է մեզ բոլորից։ Երբ որ ասում ենք սահմաններ չկա, Աստված հավիտենական ու հավերժական է։ Մենք ենք հաճախակի սահմաններ դնում մեր առաջ ու սկսում ենք հետո մեր դրած սահմանների մեջ նեղվել ու բողոքել Աստծուն։ Այն ինչի մասին որ կարդում եմ, այն ինչի մասին որ կխոսենք բազմիցս խոսվել է եւ դուք էլ կարդացել եք Ծննդոց գլխի մեջ Աբրահամի պատմությունն է։ 13-րդ գլուխ 14-15 համարների մեջ ասում. Տերն ասաց Աբրահամին, երբ Ղովտը նրանից բաժանվել էր. Աչքերդ բարձրացրու եւ կանգնած տեղիցդ նայիր դեպի հյուսիս եւ հարավ, դեպի արևելք եւ ծով, սա մարգարեական մենք կարող ենք վերցնել։ Աստված հստակ խոսեց Աբրահամի հետ, երբ որ գրված էր որ Ղովտը նրանից բաժանվեց։ Սիրում եմ այս հատվածը թարգմանությունը, որ ասում է արևելքից դեպի ծով։ Հետո կտեսնենք, որ Աստված այնպեսի խոսքեր չի ասում Աստվածաշնչի մեջ, եւ ընդհանրապես իր ասած ամեն մի խոսքի ինքը իր տերն է։ Եվ հետո կտեսնենք, որ ծովից ծով է դարձնում այն, որ Աստված խոստացել էր Աբրահամին։ Սա տարածքի ընդլայնման մասին է խոսում։ Եվ մենք էլ մեր տարածքներն ընդլայնել ենք, մեծացրել ենք ֆիզիկապես։ Եվ դա խոսում է նրա մասին, որ թե հոգևոր եւ թե քանակապես էլ աճել ենք եւ աճելու ենք։ Դրա մասին խոսք չկա, բայց իրականում կարևորն է, որ Աստված իր խոսքի տերն է։ Եվ մենք էլ այդ խոսքի տեր լինող Աստծուց բռնվենք եւ կտեսնենք, որ նաեւ որ Աստծո մեջ սահմաններ գոյություն չկա, ամեն։ Մենք ենք, որ սահմաններ ենք դնում։ Եվ ասում են նայիր դեպի ծով, հյուսիս, հարավ եւ ծով, որովհետեւ այս ամբողջ երկիրը, որ դու տեսնում ես, քեզ եմ տալու եւ քո սերունդին հավիտյան։ Ծննդոց 13-16-ի մեջ շարունակելով ասում է քո սերունդը ավազի չափ եմ անելու, եթե մեկը կարող է երկրի ավազը հաշվել, քո սերունդն էլ կհաշվի։ Այս խոստման մեջ մենք տեսնում ենք Աստծո մեծության ու անսահման լինելու մասին։ Տեսնում ենք, որ իր մոտ սահմաններ չկա։ Ուղղակի Աստված այս պահի մեջ տվյալ իրավիճակի մեջ ասում էր Աբրահամին. ով Աբրահամ, իմ նման նայիր, իմ նման տես, իմ նման քայլիր, ես հավիտենական եմ, հավիտենության միջից նայիր եւ կտեսնես, որ քո առաջ սահմանները բացվում են։ Նույն ձևով մենք էլ այսօր պիտի հոգու մեջ եղած նայենք իրավիճակներին, խնդիրներին ու կտեսնենք, որ այդ իրավիճակներն ու խնդիրները սարեր ինչ որ կլինեն, այդ ամեն ինչ Աստծո ներկայության մեջ արվելու է։ Սահմաններն ուզում ենք մեծանա անհատապես եւ թե հոգեվոր եւ թե եկեղեցու համար իրականում մենք պիտի կանգնենք ու հավատքով վերցնենք դեր այո քո մեջ սահմաններ չկա սա մեզ բավական չի 1-2-3 տարի հետո մենք նորից կարիք ունենանք ընդլայնվելու ընդարձակվելու եւ Աստված իր խոսքի տերն է մենք էլ բռնենք այդ խոսքի տեր Աստծո խոսքը եւ շարժվենք առաջ 17 խոսքի մեջ ասում է վեր կաց եւ շրջիր այս երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետեւ քեզ եմ տալիս այն։ Եվ հաջորդ խոսքի մեջ շարունակության մեջ գրած է Աբրահամը վեր կացավ եւ սկսեց շարժվել ամբողջ տարածքով լայնությամբ եւ երկարությամբ։ Ինչի համար, որտեւ Աստծուց խոսք կար։ Աբրահամը հավատքի հայր էր, հավատքի մարդ էր եւ ինքը տեսնում էր, որ Աստծո մեջ սահմաններ չկա։ Իր հետ խոսողը
հավիտենական Աստվածն է։ Իրեն որ ասում է վեր կաց աչքերդ բարձրացրու եւ նայիր քո կանգնած տեղից ինչքան որ կարող ես տեսնել։ Ես մեկ ասում եմ, որ մենք կանգնում ենք այստեղից նայում ենք, մեր աչքերը մինչև մեր Արարատ լեռն է տեսնում։ Արարատ լեռը, բայց նրանից այն կողմ սահմաններ կա։ Մենք սարերն ենք տեսնում, որ շրջապատված է մեր 4 կողմը, բայց Աստված ասում է սարերից այն կողմն նայիր։ Սահմանից այն կողմն նայիր։ Ես մեծացնում եմ քո սահմանները։ Կարող ենք սա մենք հավատքով վերցնել։ Եվ թե մարգարաբար, ինչպես որ դու կուզես, պատգամը ուղղված է բոլորիս, Աստծո մեջ սահմաններ չկա, եւ նա պատրաստ է իմ ու քո սահմանները, թե հոգեվոր եւ թե ֆիզիկապես ընդլայնել։ Պատրաստ ենք ուղղակի ընդունենք Աստծո զորությունը, մի փոքր նեղություն ու դժվարություն կլինի, բայց գիտենք, որ Աստված իր խոսքը կատարում է, մնում է մենք, որ հավատարիմ լինենք։ Աստված երբ որ Աբրահամին ասեց դուրս արի ինքը Ղովտին նրա հետ վերցրեց, լսել ենք սրա մասին շատ երկար քարոզներ։ Աստված հետ իր ու կնոջ մասին էր խոսում, դուրս արի երկուսով, թող քո հետ ոչ ոք չլինի։ Ուզում էր նրան ընդլայնել, ուզում էր նրա միջոցով օրհնվել հենց Աստված։ Իրականում, երբ որ Աբրահամին էր ընտրում, երբ որ Հովսեփին էր ընտրում, նպատակը կենտրոնը միայն Աստված փառավորվելն էր, Աստծո մեծությունը Երևանն էր, եւ Աստված էլ ընտրեց Աբրահամին, եւ կողքից ինչ-որ մի բան եկավ կպավ նրան։ Եվ ընթացքում տեսնում ենք, որ Ղովտը իրավիճակներ էր ստեղծվում, որպեսզի նրանք իր ծառաների հետ կռվեն եւ վիճաբանեն, որտեղ արդեն սկսվել էր ընդլայնվել, տարածվել։ Երբ որ Աստված ընտրում է մեզ առաջնորդում իր ճշմարտության մեջ ուզում է զորացնի, բայց խնդիրներն ու իրավիճակները հաջողակի գալիս ու կպնում են մեզ, ոչ թե որ չգիտենք որտեղից եկավ, այլ հաջողակի մենք ենք մեր խնդիրները վերցնում ու մեզ են կպցնում եւ ասում ենք Տեր Աստված ազատիր մեզ այս իրավիճակներից։ Ուզում եմ արագ կարդամ մեզ բոլորիս համար Եբրայեցիների 12-րդ խոսքը, որտեղ որ ասում է դեն գցենք ամեն ծանրություն եւ մեղքը, որ հեշտությամբ է պաշարում եւ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցած բարեզը, նայենք հավատքի զորագլխին, մեր Տեր Հիսուս Քրիստոսին, ամեն։ Կարծես Ղովտը ինչ-որ մի ծանրություն էր դարձել Աբրահամի համար, աջ ու ձախ գնալու համար կարծես Ղովտը խանգարում էր, բայց գրված է, որ Ղովտը գնաց նրանից Աստված ասեց աչքերդ բարձրացրու։ Եբրայեցիների խոսքը հենց այնպես չի, որ գրված ասում ամեն ծանրություն եւ ջուրին պաշարող մեղքը, որ հաջողակի շատ շուտ է, հետաքրքիր ասում այստեղ շատ շուտ մարդուն գրավում ու գցում է սատանայի ծուղակի մեջ, ասում է դա ձեզանից դենն է, դա աղբ է։ Ցանկացած բան, ցանկացած իրավիճակ, որ ինձ ու քեզ հեշտությամբ կուլ է տալիս, մենք նրա գերին ենք, մենք կապված ենք, մենք կարիք ունենք դրանից ազատվելու, ազատագրվելու, որպեսզի մեր ոտքերը ազատ լինի, մեր առջև դրված ասպարեզը բազելու, ամեն։ Այստեղ ասում է նայիր Հիսուս Քրիստոսին, մեր դավանանքի առաքյալին Հիսուս Քրիստոսն է։ Երբ որ նայում ենք մեր առջև դրված ասպարեզը, մենք հեշտությամբ կարող ենք բազել։ Մարզիկ եւ մարզիչը օգնում է, որպեսզի մարզիկը ինքը կարողանա խնդիրները արագ հաղթարի։ Եթե մարզիկը լսում է մարզիչին, ինքը հաջողված կլինի։ Մեր մարզիչը ով է Հիսուս Քրիստոսն է։ Եվ իր կողմից ուղարկված Սուրբ Հոգին է, որ մեզ օգնում է, որ ստեղծված իրավիճակներից դուրս գանք։ Եվ մենք կարող ենք նստած տեղներս ես էլ կանգնած մեզանից դուրս անենք ամեն ծանրությունը, եւ թող Սուրբ Հոգին լուսավորի մեր միտքը ու հասկանանք ինչն է, որ հաճախակի ինձ ծանրացնում է, ինձ համար բեռ է, որը նաև նշված է, որ մեղքի մեջ եմ ընկնում հաճախակի եւ չեմ կարողանում Աստծո դաշտի մեջ ազատ վազել, ազատ ծառայել, լսել նրա ձայնը, մտնել նրա ներկայության մեջ, խոսքը կարդալ եւ լուսավորվել իմ միտքը, որն է որ մեզ հաճախակի հետ է մղում, թող այսօր մեզանից դա դուրս գա, ամեն։ Աստված պատրաստում է մեզ ընդարձակի, Աստված պատրաստում է մեր տարածքները լայնացնի, մեր ներքին կյանքը կարիք ունի մաքրվելու եւ ազատագրվելու, ընդլայնվելու։ Շատ կարևոր է մեր ներքին կյանքը, քան թե արտաքին երեսը։ Եթե մեր ներսը մաքուր է, մեր արտաքինն էլ դուրսն էլ մաքուր կլինի, ամեն։ Աչքերներս բարձրացնենք մեր կանգնած տեղից ու նայենք աջ ու ձախ, հյուսիս եւ հարավ, արևելք եւ արևմուտք եւ դեպի ծովը։ Ծովը խոսում Աստծո անսահմանության ու մեծության մասին։ Երբ որ Աստված խոսում է ծով, մենք էլ ժամանակին ծովից ծով ենք, մեր խելքից դարձանք մի քանի քառակուսի, հոգևոր դաշտի մեջ էլ մենք
սահմաններ ունենք, որ Սուրբ Հոգին տալիս է, որ մենք գնանք հավիտենության մեջ։ Եվ մեր միջոցով է, որ Սատանան հաճախակի սահմաններ է դնում, ասում է, այսքան է քո սահմանը։ Եվ հաճախակի մենք էլ համաձայնվում ու հարմարվում ենք դրան, ասում ենք, վերջ Տեր Աստված, դե որ այսպես է իրավիճակներից, ելնելով ասում ենք, սա է քո դրած սահմանը, մենք էլ ասում ենք, այո, շարժվում ենք այդ սահմաններին համապատասխան։ Այսօր էլ սահմանները Աստված վերցնում է, վեր կաց ու շրջիր, լայնությամբ ու երկարությամբ, վեր կաց։ Եկեք մեզ թափ տանք ու շարժվենք, որովհետև Աստված սկսում է իր զորությունով գործել, ամեն։ Կպնենք այդ հավատքի խոսքին, նայենք մեր հավատքի զորագլխին, նա է մեզ առաջնորդողը ճշմարտության ճանապարհների մեջ։ Եվ ձյուրին պաշարող մեղքը հեշտությամբ, որ մեզ կուլ է տալի, բռնում է, եկեք թոթափենք եւ մեր վրա դա դեն նետենք, ասում է, այն ինչ որ դեն նետելու է, գցենք աղբաման է։ Ամեն։ Այն ինչ որ դեն նետելու է, գցենք իր հատկացված տեղը եւ ընդունենք Աստծո զորությունը մեր կյանքի մեջ։ Աբրահամի համար խոստում կար թե տարածքի եւ թե սերունդների համար։ Եվ եկեք կարողանանք ավելին նայենք, քան որ տեսնում ենք։ Եկեք ավելին նայենք, քան որ տեսնում ենք հոգևոր դաշտի մեջ։ Աստծո տեսանկյունից, Աստծո աչքերով եկեք նայենք։ Նայենք մեր կարողությունից վեր։ Նայենք մեր կարողությունից, հասկացողությունից վեր։ Աստված էսպիսին է։ Ես իմ ամբողջովին չեմ էլ կարող բացատրել Աստծո էությունը, ոչ մի աստվածաբանն էլ, գրքերն էլ, հատորներն էլ չեն կարող խոսել Աստծո մեծության ու անսահմանության մասին, բայց որքան որ մեր համար բացվում է, դա մենք խոսում ենք, կիսվում ենք մեկս մյուսով, որպեսզի հասանելու ու հասկանալի լինի։ Եկեք նայենք մեր կարողությունից վեր։ Մեր կարողությունից վեր նայելու համար Սուրբ Հոգին է օգնում, որ մենք կարողանանք նայել հոգու մեջ եւ տեսնել ավելին, ամեն, տեսնել սարերի ցանկով։ Այո, մենք տալիս է ժամանակ գալիս է, որ միջև այդ սարը մենք պիտի հասնենք, բայց գալիս է ժամանակը, եւ ինչու որոշում կայացրել, եկել է ժամանակը սարերից այն կողմ էլ նայել։ Ոչ միայն նայեմ, այլ անցնեմ սարերից այն կողմ, որտեղ Աստված իմ ու քո համար կորցնություն ունի հատկացված։ Հավատքի միջոցով հեռավորը մոտիկ կլինի։ Ամեն։ Մշուշի մեջ եղածը պարզեցված կլինի։ Անհավանականը հավանական կլինի, ամեն, հավատքի միջոցով անհնարինը հնարավոր կլինի, մշուշի մեջ եղած է լուսավորված, անհավանականը հավանական, այսպիսի Աստված ունենք մենք, և այս ամենից իմանալով եկեք ավելի մեծը նայենք, նայում են հավատքի չափով, այո, բայց եկեք սկսենք երազել ու սկսենք մեր երազածը կատարել, մեզ երազանք տվողը Սուրբ Հոգին է, և երազանքը կատարող հենց ինքը նույնը Սուրբ Հոգին է։ Եբրայեցիների 4:2-ը ասում է, մենք էլ ավետիք նարել ենք ինչպես նրանք։ Մենք էլ ենք լսել ավետիքը, արել ենք նրանք ինչպես մենք էլ, բայց խոսքը լսելը նրանց օգուտ չբերեց, որովհետև իրենց լսածը չխառնեցին հավատքի հետ։ Այստեղից ինչ որ խոսվում է, որ ասում ենք Աստծո մեջ սահմաններ չկա, Սուրբ Հոգու ազատության մասին ենք խոսում սարերից ցանկում, այստեղ մի բան է մնում մեզ, որ մենք հավատքով շաղախենք լսած խոսքը, որպեսզի արդյունքը տեսնենք։ Եբրայեցիների հեղինակն ասում է, նրանք չկարողացան հավատալ։ Ինչն է մեզ այսօր խանգարում, որ մենք կարողանանք հավատալ, մեր մարդկային չափորոշիչները, մեր մարմնավոր գործեր, մեր մարմնավոր մտածելակերպը փորձում ենք խառնել Աստծո Հոգուց եկած պատգամի հետ ու փորձում ենք հավատալ ու ոչ մի շարժ չի լինում։ Մի կողմ ենք նետում ամեն ծանրություն, ամեն մարմնավորը, ամեն շնչավորը եւ մտնում ենք հոգու մեջ եւ ասում ենք. Տեր, այն ինչ որ այսօր ես լսում եմ, ես դա հավատում եմ։ Իմ կյանքի մեջ տեղի պետք է ունենալ այսօրվանից, ոչ թե վաղ, այլ այսօր, հիմի, իմ կյանքի մեջ ես դա ուզում եմ տեղի ունենալ։ Վաղը դա խաբկանք է, դա սատանայի սուտն է, չի էլ լինելու երբեք, եթե ասում ենք դա վաղը կլինի, մյուս օրվա ծառայության մեջ դա չի լինելու, հիմի, եկեք այսօրվա ժամը չկորցնենք, Աստծո մեջ այո սահմաններ չկա, որ Հոգին խոսեց իմ ներսի մեջ, կարծես մի բան սկսեց խախտվել, սահմանները դուրս կան, իմ սահմանները սկսեցին բացվել, թե հասկացողության, մտածելակերպի և Աստծուն ճանաչելու մեջ։ Այն ինչ որ խոսում եմ միայն ֆիզիկական սահմանների մասին չեմ խոսում, այո Աստված քեզ կտանի, Հայաստանից դուրս էլ, Հայաստանի մեջ սահմանները կընդլայնի, բայց հոգևոր սահմաններ գոյություն ունի, Աստծուն ճանաչելու, Աստծո սիրտը իմանալու։ Այսօր էլ Սուրբ Հոգին պատրաստ է
իմ ու քո հասկացողությունն էլ Աստված ճանաչողությունը սկսի փոխել։ Ինչ որ մի առիթով մի Աստծո ծառա ասում էր, հավաքված էին երիտասարդներով ու խոսում էին ամեն մեկ իր տեսիլքի մասին, նպատակի, մեկն ասում էր, ես Աֆրիկայի առաքյալն եմ, մեկը Ռուսաստանի առաքյալ, որ այդ Աստծո ծառան հետաքրքիր խոսք ասեց, եթե դու քո գործը Հայաստանի մեջ վերջացնես ու Աստված էլ տեսնի, որ դու վերջացրել ես, Աստված քեզ Հայաստանից դուրս կշպրտի, կտանի քեզ դուրս այնտեղ գործածելու համար։ Ուղղակի եկեք մեր գործը այստեղ կատարել, ինչքան որ ունենք այստեղ։ Եվ այդ փող սկսենք տեսնենք վերջացրել ենք, իրականում Աստված էլ տեսնի, որ մեր գործը Հայաստանի մեջ, Էջմիածնի մեջ, Արմավիրի մեջ վերջացրել ենք, մեր սահմանները ինքը կընդլայնի։ Բայց ուղղակի հավատարիմ լինենք այն խոսքին, որի մեջ որ կանք, այն երկրի մեջ, որի մեջ որ ունենք այդ ծառայությունը, ծառայենք ու հավատարիմ կերպով Աստված ինքնասահմաններ բացող է։ Կարծում եմ այդտեղ ամեն մեկ իր ներսում իր մատը գծեց կամ լեզուն գծեց, հասկացա, որ անպատվորգոր խոսալով չի։ Եկեք մեր գործը վերջացնենք այստեղ, Աստված այնքան գործեր ունի, որ մեզ կմղի անելու։ Ամեն։ Ծննդոց 14-ի մեջ Աբրահամի հետ խոսեց Աստված 13-ի մեջ, Հովտին վերցրեց ու շարունակեց իր ճանապարհը, որ աչքեր արդեն բարձրացրել էր, ընդլայնել էր, խոսքը ուներ, սերունդի հետ կապված, տարածքի հետ կապված, 14-րդ գլխի մեջ Հովտին գողանում են իր ամբողջ ունեցվածքով։ Աբրահամը գնում է գերությունից ազատելու։ Աստվածաշնչյան պատմություն չեն պատմում, ուղղակի ինչ որ ասում եմ համբավում չա գնում դրան։ Հովտը մեկն էր, որը եկել ու կպել էր Աբրահամի կողքին, ուզում էր մտնել Աստծո ծրագրերի մեջ։ Աստված գործ ուներ միայն Աբրահամի հետ։ Դե կարող ենք ասել, թե Հովտի հետ էլ գործ ուներ, բայց Աստված Աբրահամին էր կանչել։ Այո, ընթացքում եմ տեսնում ենք, որ իրանից էլ սերունդներ ա ծնվում, մինչև հիմա էլ խանգարում է Աստծո ընտրյալ ժողովրդին էլ, բայց Աստված ուզում էր Աբրահամի հետ գործ ունենալ խոստացված երկրի մեջ։ Թեև Հովտը բաժանվել էր Աբրահամից, բայց գնաց պատերազմեց, Աբրահամը պատերազմի մարդ էր։ Կռվի դաշտի մեջ նա մարդ սպանեց։ Նա վախեր ուներ, մտածում էր, որ թագավորները կհավաքվեն ու կգան, որ իրան էլ կվնասեն։ Նա պատերազմեց 4 թագավորների հետ, 300 զինվորների ստրուկների հետ եւ հաղթեց եւ իր Հովտին իր ամբողջ ունեցվածքը հետ բերեց։ Տեսնում ենք նաեւ Աբրահամի սրտացավությունը Հովտի հետ կապված թե իրանից հեռացել էր, բայց նա մտածում էր, որ իր արյունն է, ես կորցրածս պիտի հետ բերեմ։ Ես ամեն ինչ իր մեջ ունենալով Աբրահամը վախեր ուներ 3 տեսակի։ Ես կխոսենք Աբրահամի հետ 3 տեսակի վախերի մասին, բայց մենք էլ մեր մեջ ունենանք, որ այսօր Աստված պատրաստ է ամեն ինչին լուծում տալ։ Մտահոգություններ վրանի ներսում 15-րդ գլխի մեջ Աբրահամը վրանի մեջ էր։ Կարծես մտահոգություն ուներ, վախենում էր, դնում ու վերցնում էր։ Մտահոգություն վրանի մեջ մեր սահմանները փակում է։ Վրանի ներսում սահմաններ շատ ընկծված է, չէ՞, այստեղ տարածքը կա 90 քառակուսի, մենք սահմանափակված ենք, բայց Աստված սահմանափակ չի, ասահման է։ Երբ որ վրանից դուրս ես գալիս, տեսնում է Աբրահամը տեսավ Աստծո մեծությունը, նա վախենում էր, որ թագավորները կգան իր սերունդը կվերացնեն, իր ընտանիքը կվերացնեն եւ նա ինքը մտածում էր նյութական խնդիրների մասին։ Նա 300 ծառա ուներ չհաշված իր ընտանիքը, որ պիտի կերակրվեր։ Հիշում եք, որ ճանապարհին քահանան Աստծո ծառան եկավ իրեն հաց ու գինի բերեց տվեց։ Եվ հիշում ենք, որ այդ ընթացքի մեջ էր Սոդոմի թագավորն եկավ ասեց ուզում եմ քեզ օրհնել։ Եվ ուզում եմ, որ դու ես ընծաները վերցնես։ Աբրահամը ձեռքերը պարզեց երկինք եւ հույսը դրեց այն Աստծո վրա, որ նա էր օրհնել։ Այն Աստծո վրա, որ ասել էր աչքերդ վեր բարձրացրա, ես քեզ անսահմանություն եմ տամ։ Ասեց ինձանից քեզ ոչ մի բան պետք չի, ով Սոդոմի թագավոր, որ հետո չասեց ես եմ քեզ օրհնել։ Այս ամեն ինչ ունենալով երրորդ խնդիրը, երրորդ հարցը, որ կար, սերունդն էր, զավակ չուներ։ Եվ 15-րդ գլխի մեջ Աստված գալիս է Աբրահամին հայտնվում եւ ասում է. Աբրահամ, մի վախեցիր, ես քեզ համար վահան եմ։ Առաջինը մի վախեցիր։ Այսօր որ խոսքը ընդունենք որպես հոգու ցեկած Աստծո ծառայի միջոցով մեզ բոլորիս նախ առաջինը ինձ մի վախեցիր, Աստված քեզ համար վահան է, պաշտպան է, ասպար է։ Ասպար այսինքն որ հենվում ես ունես հենարան, գիտես որ ինչ որ բանի վրա հենված ես։ Վախերը մի կողմ շպրտի։ Վրանի ներսում վախերը մեզ պատում են։ Սահմանափակ իրավիճակներում մենք հավաքվում ենք մեր ներսում եւ չենք կարողանում տեսնել այն մեծությունը, զորությունը, Աստծո կենթանի խոսքը, որ մեր կյանքի մեջ բնակված է։
ու մենք այդ ժամանակ կենտրոնանում ենք ինչի վրա, մեր մարմնավորի վրա, մեր մտքերի վրա, խնդիրների ու դժվարությունների վրա։ Ես քեզ համար վահան եմ, անխոցելի վահանա Աստված մեզ համար։ Ամեն։ Երկրորդը, առաջի պատասխանը Աբրահամը ստացավ։ Երկրորդը, ես քո վարձքը շատ խիստ շատացնելու եմ։ Չափից դուրս շատացնելու եմ։ Երկրորդ հարցը սա էր Աբրահամի վախերից մեկը։ Ես հավատքի քայլ արեցի եւ Սոդոմի թագավորից այդ օրհնություն արծաթ ոսկի շորեր չվերցրեցի եւ իմ ծառաներին չհագցրեցի։ Հիմա եկել է ժամանակ, ես կարիք ունեմ։ Ես հավատքի քայլ եմ արել ժամանակին, բայց հիմա նեղվում եմ։ Այո, միջև էր թող մեր հավատքի քայլը, հույսը ապավենը լինի Աստված, Հիսուս Քրիստոսը։ Նա է օրհնելու։ Ճիշտ ժամանակին այցելում Աստված։ Ճիշտ ժամանակին մենք ենք մտածում, որ այո մի քիչ դժվարության միջով ենք անցնում, այո պիտի էլ անցնենք ու անցնելու ենք, որպեսզի ընտիր լինողներն առաջ գան ու Երևան։ Ամեն, որպեսզի փորձառություն էլ ունենանք այդ ճանապարհի մեջով անցնողներին էլ կարողանանք օգնել։ Աբրահամը երկրորդ խոսքի մեջ ասում է, ով ամենակարող Տեր, ինձ ինչ ես տալի։ Այսինքն Աստծո այդ խոսակցության մեջ մտնում եւ հասկանում ենք, որ Աբրահամը շատ էր նեղվում սերունդ ունենալու հարցում։ Դա կարելի ասել պատվի հարց էր, որ Աբրահամին ճնշում են։ Ասում է, ինձ խես տալիս այդքան խիստ շատ բարձ, որ ես սերունդ չունեմ, որ պիտի ժառանգի իմ սերունդը։ Եվ հետաքրքիր ասում է, ինձանից դուրս եկած արդեն իրանք մարմնավոր գործ էին կատարել եւ ինչ որ մեկը լույս աշխարհ էր եկել, մտածում էր Աբրահամ, որ դա է լինելու սերունդը, ժառանգորդը իրեն, բայց Աստված ասում է, նա չի քո ժառանգորդը, նա չի ժառանգելու քո ունեցվածքը եւ այն ամենը, որ ես եմ տալիս քեզ։ Այն կլինի քո ժառանգը, որը քեզանից դուրս կգա, դա Իսահակի մասին է խոսքը։ Եվ հետաքրքիր է, որ Աստված կարծես լրացնում է Աբրահամին, ասում է, դուրս արի քո վրանից, նայիր դեպի երկինք, առաջին համարի մեջ ասում է, եթե կարող ես փոշու հատիկները հաշվես, քո սերունդն էլ կհաշվի, բայց երկրորդ խոսքի մեջ ասում է, նայիր երկինք, այսինքն գիշերը աստղերը երևում էին, եթե կարող ես աստղերը հաշվես, քո սերունդը այդքան է լինելու, ամեն։ Եվ հետաքրքիր է, այստեղ ասում է, Աստծո խոսքը եղավ Աբրահամին, Աստծո ձայնը եկավ Աբրահամին։ Այսօր մեր կյանքի մեջ մենք կարիք ունենք Աստծո ձայնը, Աստծո խոսքը, կենթանի խոսքը, Աբրահամ մի բան լրիր, քո մտքերով հանդերձ, դուրս արի, սահմաններից դուրս արի ու նայ երկինք տես ինչքան անսահման է իմ ստեղծած երկինքն ու երկիրը։ Ես դրանից ավելի վեր եմ, ես ավելին եմ, քան որ իմ ստեղծագործությունն է։ Ամեն, այսօր էլ մեզ Սուրբ Հոգին գալի ասում է սպասի, Գևորգ, կամ մեր անուններն ա տալի, ինչ ես անում, ինչ ես մտածում, Աստծո խոսքը ժամանակին է գալիս լրացնելու մեզ, ամեն, որպեսզի մեզ սթափեցնի, որպեսզի մենք կենտրոնանանք իր վրա, իր խոսքի վրա, ամեն։ Վրանի ներսում կան մարմնավոր շարժառիթներ ու մարմնավոր մտածելակերպ, վրանից դուրս կան սահմանություն, մենք ենք ընտրողը, մնում ենք մեր ստեղծած սահմանների մեջ, թե ուզում ենք դուրս գալ հոգու անսահմանության մեջ։ Ուզում ենք մեր ոտքերը գցել ուղղակի ջրի մեջ մեզ հովանալ, թե ուզում ենք ընկղմվել միջև խորքերը գնալ ու այդ ջրերի մեջ վայելել Աստծո հրաշալի ներկայությունն ու բժշկարար ներգործությունը։ Մենք ենք որոշողը, բայց գալիս է իրավիճակներ, Սուրբ Հոգին մեզ հասցնում է այնտեղ, որ մեր որոշումը սկսում է փոխվել։ Այսօր էլ այդ օրերից մեկն է, որ սկսելու է մեր որոշումը փոխվել, մեր մտածելակերպը փոխվել, մեր էությունը փոխվել, որպեսզի սկսենք մտածել այնպես, ինչպես որ Աստված է մտածում։ Լինի նա եւ ոչ թե մենք։ Շարժվի նա ոչ թե մենք։ Եվ մեկանալ նրա հետ լինի նա ինքը ոչ թե մենք Աստծո խոսքի մեջ, Աստծո գործի մեջ եւ Աստծո դաշտի մեջ։ Եվ գրված է, որ երկու խոսք Աբրահամը հավատաց։ Այս ամեն ինչից հետո Աբրահամը հավատաց Աստծո խոսքին։ Այսօր էլ մեզ ուրիշ ոչ մի բան չի մնում։ 20 րոպե խոսենք, բայց այսօր ընթացքում հավատանք այն լսած խոսքին, որ այսօր լսում ենք։ Հավատանք եւ ասենք Տեր, հավատում եմ, որ սա ինձ է վերաբերվում։ Ինձ է վերաբերվում։ Դու սկսում ես ինձ շարժել, ես սկսում եմ շարժվել քեզ հետ, ամեն։ Ես սկսում եմ մտնել քո շարժի մեջ։ Ես իմ կյանքի մեջ վերացնում եմ ամեն սահմաններն ու սահմանափակումները հիվանդության հետ կապված, վախերի հետ կապված։ Աբրահամի վախերը հետաքրքիր են, այս 3-ն են, բայց կարող են եւ ավելի մեկն էլ լինել Իսահակից հետո, որ պիտի տաներ Աստծուն զոհ մատուցաներ, բայց Աբրահամը
առիթ է այսօրվա կյանքից, որ նայում ենք Աստվածաշնչից, նայենք եւ դա սովորենք, որ Աստված երբեք չի ուշանում եւ երբեք ինքը չի մոռացել ումը ինչի համար է կանչել եւ ինչպես պիտի գործածի նրան։ Երբ որ մեզ կանչել ու ընտրել է տվել անսահման դաշտ եւ ասում է նայիր ինչքան որ կարող ես, ես այդպիսի Աստված եմ։ Նայիր ինչքան որ ուզում ես, շարժվիր ու քայլիր ինչքան որ կարող է, քո մարմինը քայլի, քո ոտքերը, ինչքան որ քո տարիքը կարող է 80-90 տարեկան քայլիր, ինչքան որ ուզում ես, ինչքան որ քո շունչը քեզանում է, քայլենք եւ գործենք Աստծո դաշտի մեջ, նա օրհնել է մեզ դրանով։ Մի հատուկ հրեշտակային ներկայություն չպիտի գա, որ տեսնենք, որ համոզված ենք, նա օրհնել է ինձ ու քեզ, դրանում շարժվելու։ Հավատքով վերցնենք ու գնանք առաջ։ Աբրահամը հավատաց եւ Աստծո արդարությունը համարվեց։ Ոչ թե իր արդարությունը, Աստված իր արդարությունը դրեց Աբրահամի վրա, որ ոչ ոք երբևիցե ոչ մի ժամանակների մեջ չկարողանա արդարությունը վերցնել։ Մեր մարդկային հասկացողությունը մեզ դնում է կաղապարների մեջ։ Մեր մարմնավոր մտածելակերպը սահմաններ է դնում, բայց Աստծո սահմանները մեզ մղում այդ մարդկային ու մարմնավոր շարժառիթներից դուրս նայելու։ Երբ որ նայենք այս ընթացքի մեջ մինչև առ այսօր, ինչի համար ենք մենք շատ դանդաղ գնում առաջ։ Հոգևորները կամ քրիստոնյաները ինչի համար են շատ դանդաղ շարժվում, որտեղ մարդկայինորեն են սկսում ավելի շատ մտածել։ Շարժառիթները շատ սխալ ասուրբ, մաքուր չի, մարմնավորը, մարմնից ծնվածը խանգարելու է հոգուն, հոգուց ծնվածը պիտի միշտ հակառակվի մարմնին, ամեն։ Մենք հոգուց ծնված ենք, մենք միշտ պիտի հակառակվենք թշնամուն։ Եթե ինչ-որ մարմնավոր բաներ էլ կա մեր կյանքի մեջ, դա հոգուն է հակառակ, դա մեզ օգուտ չի, ոչ էլ Քրիստոսի եկեղեցուն օգուտ, եկեք դեն նետենք այդ ամեն բանը, ամեն բան նետում ենք իբար Հիսուս Քրիստոսի համար, որ նա փառավորվի իր խոսքի մեջ։ Եսայա 54:1-3 10 րոպեից վերջացնում եմ նախաբանը 54:1-3 Սա անգիր գիտեք ես համարը, սա մարգարեական խոսք է Իսրայել ժողովրդին եւ նաեւ կարող ենք մարգարաբար մեր համար էլ վերցնենք։ Ասում է ցնծա աղաղակիր, ով ամուր որ չես ծնել, ցնծալով բարձրաձայն աղաղակիր, դու որ երկնքի ցավ չես քաշել, որովհետեւ լքված կնոջ որդիներն ավելի շատ են լինելու, քան ամուսնացած կնոջ որդիները։ Շարունակության մեջ Աստված հզոր բան ունի ասելու։ Սա խոսում է Իսրայելի մեծացման, բազմանալու, օրհնվելու մասին, որ ասում է դու թեև երեսից ընկած ես եղել ժամանակին, բայց ես իմ երեսը հիմա բարձրացնում եմ քո վրա, քո զավակներն ավելի շատ պիտի լինեն, ինչի համար, որտեղ մեկը կանգնել էր սկզբից, Աբրահամը, հավատացել էր այն խոստմանը, որ իմ սերունդը երկնքի աստղերից ավելին է եւ երկրի փոշուց ավելին է լինել։ Մեկը հավատաց ոչ միայն իր համար, այլ իր սերունդների համար։ Այսօր էլ Աստված մեզ կարգել է ոչ միայն հավատանք մեր համար, այլ հավատանք մեզանից հետո եկողների համար։ Կանգնենք մեզանից եկող սերունդների համար հավատանք ու հավատքով վերցնենք, որպեսզի նրանք շարունակելու բան ունենան։ Ամեն, ասում է քո զավակները շատ է լինելու, ինչի համար, որովհետև ես պատրաստվում եմ ընդարձակել քեզ։ Քո վրանի տեղն ասում է թող տարածվի, քո բնակարանների վարակույրները թող տարածվեն։ Մի խնայիր, երկարացրու քո պարանները եւ ամրացրու քո ցիցերը, որտեղ դու պիտի աճ ու ձախ տարածվես։ Սա մարգարեական էր Իսրայել ժողովրդին ուղղված։ Եվ իմի սա մեզ է ուղղված։ Սկզբից ասում է սերունդի մասին է խոսում։ Ուզում է հասկացնել Իսրայելին, որ դու տարածվելու ես, որ դու շատանալու ես երկրի վրա։ Քո վրանները այդտեղ չի լինելու, դու պիտի քո ցիցերը հանես ու լայնացնես։ Վրանի ճվաները, որ փաթաթում ես ցիցերին, ասում է ամուր կապի, ամրացրու այդ ցիցերը, որպեսզի շարժվելու ընթացքում խնդիր չլինի։ Աստված օրհնել է եւ շարունակում է օրհնել, շատացնել եկեղեցին, լեցնել եկեղեցին։ Էնի ասում է վրանի տարածքները շատացրու։ Այստեղ եւ հնարավոր է տեղ չկա շատացնելու, լայնելու, բայց Աստված ո գիտի ինքան սահմանը, որտեղ կլինի հաջորդ վրանը, որ մենք կբացենք իր փառքի համար, ամեն, բայց մինչև բացելը պիտի Աստծո խոսքը կատարվի։ Դու պիտի ծնես, դու պիտի շատանաս, դու պիտի լցնես երկիրը, եւ այդ ժամանակ կսկսես տեղ ման գալ, որպեսզի այդ մեծ ժողովրդին տեղավորես այդ դահլիճի մեջ։ Ընդարձակիր քո հոգեվոր տարածքը, Աստված ուզում է, որ դու քեզ սկսես շարժես, ամեն, մենք սկսենք մեզ շարժել, եւ դա նաեւ հոգեվորի մասին է։
Եզեկիելի 47:13-20 երկրի սահմանների մասին է խոսում։ Այն ինչ որ այստեղ Աբրահամին ասեց, նայր Աբրահամ ծովից ծով։ Ես ծով շատ եմ սիրում, մի օր հնարավոր է Աստծո օրհնությունով գնալ ծով։ Ծովից ծով Աստված սիրում է, ես սիրում եմ ծով, այստեղ որ կարդում ենք ծով բառը երևում Աստծո մեծությունն է։ Սևանն էլ է մեր համար ծով, դրանով է։ Բայց հավատում ենք, բայց Սևանից ենք ու մեծ ծովեր կար։ Հետաքրքիր է, որ մեզ չի ասում նայր Սևանից այն ափը։ Երբ որ Սևանից այն ափը նայում ենք, մենք տեսնում ենք, բայց ծովից ծով, օվկիանոսից այն ափը դու չես կարող տեսնել։ Աստված ուզում ասի նայ ծովից այս ափից այն ափը, ես քեզ համար խոստմունք ունեմ։ Ամեն։ Եկեք մեր ոտքի եւ մեր աչքի առաջից մի կողմ տանենք ամեն խնդիրները եւ ավելի հեռուն նայենք։ Եզեկիելի մեջ Աստված ասում է, սա քո երկրի սահմանները, 13-20 համարների մեջ ասում է, հյուսիսային կողմը մեծ ծով է։ Հյուսիսային կողմից մինչև մեծ ծով է։ Երկրորդը արևելյան կողմը մինչև արևելյան ծով է, սահմանների մասին է խոսում։ Հիշում եք, որ Աստված Աբրահամին ասեց հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, հարյուրավոր տարիներ անցել էր, Աստված չէր մոռացել իր խոստմունքը, եւ մի կողմ էր չէր նետել, եւ մարգարեի միջոցով հիշացնում է եւ ասում է, ես իմ խոստման տերն եմ։ Մնում է, որ դուք հավատարիմ եւ հավատքով կպնեք այդ իմ խոստմանը եւ վերցնեք։ Երրորդը ասում է, արևելյան կողմը մինչև մեծ ծով է, եւ արևմտյան կողմը մեծ ծովից մեծ ծովի մեծ սահմանը կլինի, Իսրայել քո սահմանները։ Այսօր էլ Աստված մեզ ասում է, նայր այնտեղ այն հատվածի մեջ, որին ես ժամանակին քո հետ խոսացել եմ։ Մի քանի տարի հետ գնա, թե Աստված ինչեր է խոսել քո սրտի մեջ։ Աստծո ծառաների միջոցով ինչ մարգարական խոսքեր ասվել ինձ ու քեզ։ Այդ խոսքը համարձակ ու հավատքով վերցնենք։ Աստված պատրաստ է ինձ ու քեզ շարժելու։ Եթե ասում է շարժելու եմ, ուրեմն մենք կանգնած ենք, դա խնդիրը մերն է։ Եկեք շարժվենք, երբ որ Աստված շարժում է։ Հեսու 1:3 Ոտքի թաթերը որտեղ որ դնես, վերջացնում եմ։ Ոտքի թաթերը որտեղ որ դնես, քեզ եմ տալու, ինչպես որ Մովսեսին ասել եմ։ Ինչպես որ Մովսեսին ասել եմ, ոտքի թաթերը որտեղ որ դնես։ Հետաքրքիր խոստմունք ասա։ Աստված Իսրայել ժողովրդին լայնելու էր, հարյուրավոր սահմաններ ու տարածքներ էր տալու եւ երկրներ էր գրավելու, բայց մի հարց խնդիր կա, որտեղ որ ոտքը դնես, դա է լինելու քոնը։ Մարգարական հզոր խոսքեր կարա լինի մոքո կյանքի մեջ, հզոր խոսքեր, բայց որտեղ երբ որ սկսեցինք շարժվել, այդ ժամանակ է լինելու, սկսելու աշխատել է խոստումը, որ քեզ եմ տանում, քեզ եմ տվել, գնա եւ վերցնում։ Երբ որ Աստվածաշունչը կարդում ենք, Աստված կարելի ասել զորով ստիպում էր, ասում էր գնաց սարը ժառանգի ով ես ինչ սերուն, ինչի համար է սպասում, որ քո փոխարեն ինչ որ մեկը գնա եւ ժառանգի։ Մեր փոխարեն ոչ ոք չի անելու, ես եւ դու պիտի անենք։ Ամեն։ Աստված տվել է կարողությունը, իշխանությունը, զորությունը գնալ եւ գրավել։ Եվ թող Աստված փառավորվես ամեն բանի մեջ։ Սկզբից մեկը հավատքով երազեց։ Երազեց դա Աբրահամն էր։ Եվ երազեց ու սկսեց գործել։ Եվ այսօրվա արդյունքը, աշխատանքի արդյունքը այսօր մինչև մեր կյանքի մեջ տեսնում ենք։ Եկեք սկսենք երազել, ոչ միայն երազել, սկսենք մեր երազանքը գործ անել։ Ամեն։ Եվ հետո խոսեց Մովսեսի հետ, քո ոտքի թաթերը որտեղ դնես, ես քեզ եմ տալու։ Եվ խոսեց Հեսուի հետ։ Եվ Քրիստոսի ժամանակների մեջ Հիսուսը խոսեց առաքյալների հետ։ Եվ երբ որ նա վերանում էր երկինք էր գնալու, եւ ասեց կգնա հյուսիս, արևելք, հարավ, միջև աշխարհի ծերը, միջև աշխարհի սահմանները, ամեն։ Եվ այստեղ տեսնում ենք, որ այն Աբրահամի հետ խոսացող Աստվածը նույն ինքը հենց Հիսուս Քրիստոսն էր, որ իր առաջ ոչ մի սահմաններ չկա, ամեն։ Եվ ինքը նույն իր առաքյալներին էր ասում, ինչպես որ Աբրահամի հետ են խոսացել, ով առաքյալներ եւ աշակերտներ, նույնը ձեզ եմ ասում, գնացեք միջև աշխարհի ծայրերը, ես ձեզ այդ իրավունքը եւ իշխանությունը տվել եմ։ Ձեր կերպած մի փոքր հաջողությունով եկեք չբավարարվենք։ Սա մեր համար հաջողություն է, սա մեծ գործերի սկիզբ պիտի լինի։ Այս դալիճը։ Բայց այն ինչ որ հոգեվոր առումով որ մի փոքր հաջողություն ես ունենում, եկեք չսահմանափակվենք։ Դա թող լինի մեծ գործերի սկիզբ, որ Աստված հզոր կերպով պիտի փառավորվի իմ ու քո կյանքի մեջ։ Խոսքի մեջ գրված է, որ ասում է Տիրոջ հոգին որտեղ որ է, այնտեղ ազատություն է։ Մեր կյանքի որ ոլորտի մեջ չկա ազատություն, ազատված չենք։
Եվ եկեք այդ ոլորտի մեջ հրճակենք Սուրբ Հոգու ազատարար զորությունը մեր կյանքի մեջ։ Սուրբ Հոգու մեջ եւ նրա հետ է նաեւ ազատությունը։ Սուրբ Հոգու մեջ եւ նրա հետ լինողները ազատ կլինեն։ Ամեն։ Սուրբ Հոգուն գիտենք, որ Սուրբ Հոգին ինքը Աստված է։ Եվ նա մեր կյանքի մեջ է, մեր հոգու մեջ է։ Եթե նրա հետ շարժվենք, մենք ազատ մարդիկ ենք։ Ամեն, եկեք հոգով շարժվենք եւ մարմնի գործերը մեր կյանքի մեջ ի վերջո նրանց տեղը ցույց տանք, ամեն։ Հոգուց ծնվածը հակառակ է մարմնին, մարմնից ծնվածը հոգու գործերին է հակառակ։ Մենք հոգուց ծնված ենք, եկեք չհակառակվենք Աստծուն, ամեն։ Մեր անձերը խոնարհեցնենք, մեր լսած խոսքը հավատքով շահախենք ու կտեսնենք, որ Աստծո մեջ երբեք սահմաններ չկա։ Թող Աստված բարավորվի ու քո կյանքի մեջ։ Եկեք երկրպագենք ու մեծանենք Աստծուն։ Այն հասկացողությունն էլ, որ ունենք, այն ճանաչողությունն էլ, որ ունենք, այսօր Աստված պատրաստ է ընդլայնելու։